Շուտով Հայաստան է այցելելու J.D. Vance-ը, Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Այս խումբը իհարկե մեծագույն շոու է սարքելու այս այցից, թմբուկներ են նվագելու, շեփորներ, օգտագործելու են սա իրենց նախընտրական արշավի համար, պարզ է, հայտարարելու են, որ տեսեք, վերջապես խաղաղություն բերեցինք, Միացյալ Նահանգները դարձել է մեր գործընկերը, մեր դաշնակիցը, ներդրումներ են լինելու, փող է լինելու, ամեն րոպե սա կրկնվելու է։ Տրամպը շատ կարճ բացատրել է այս այցի նպատակները։ Շարունակել զարգացնել Միացյալ Նահանգների իր խոսքերով ստրատեգիական գործընկեր Ադրբեջանի հետ, երկու կարևոր բառ, ստրատեգիական գործընկեր Ադրբեջան, և Ադրբեջանին զինատեսակներ վաճառել։ Հայաստանի մասին որևէ այսպիսի բառ չկա։ Մենք համագործակցելու ենք Հայաստանի հետ ատոմային էներգիայի բնագավառում, թարգմանություն փակելու են մեր ատոմակայանը և մեզ կապելու են Թուրքիայի էլեկտրոցանցերին, որ մենք կախված լինենք Թուրքիայից։ Իսկ Ադրբեջանի մասին ասվում է, մենք զարգացնելու ենք ստրատեգիական, գործընկերական հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Մենք քանի տարի փորձում ենք սա բացատրել մեր հանրությանը, առնվազն 5 տարի մենք սա բացատրում ենք, որ մեր ռեգիոնում արևմուտքի ստրատեգիական շահերը դա Ադրբեջանն է, Ադրբեջանի նավթը և գազը։ Հայաստանը այդպիսի պաշարներ չունի, այստեղ արևմուտքը ստրատեգիական շահեր չունի։ Մենք 5 տարի սա բացատրում ենք։ Եվ արդեն երկրորդ անգամ դուք տեսաք սրա ապացույցը։ Առաջի ապացույցը այն էր, երբ նա Ալիևին ասեց տղամարդ տղա է, 22 տարի է մնացել է իշխանության, երևի նրա համար, որ դեմոկրատիա շատ է սիրում, իսկ սրան ասեց են մյուս տղեն։ Այ երկրորդ հայտարարությունը արվեց, Վենսը գալիս է մեր շրջան, երևի խնդրել են, որ Երևանով անցնի, որ ակնհայտ չլինի, որ մենք իրան պետք չենք, և երկրորդ անգամ դուք տեսաք, որ մենք մնացինք են մյուս տղեն։ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր, Հայաստանի մասին այդպիսի բան չի ասում։